Բերեք մի հատ սրտանց փառք տանք Աստծուն։ Իրապես շնորհակալ ենք Աստծուն իր ողորմության համար, որ այսօր եւս մեկ անգամ մեր ոտքերը մեզ ուղղորդեց դեպի իր տունը, որ վայելենք իրան, որ տեսնենք իր հրաշքները, տեսնենք իր նշանները։ Իրապես քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք երանելի մարդիկ ենք, որովհետև այսօր մենք բոլորս գիտենք ինչ օր է, այսօր Պենտեկոստեի օրն է, Տիրոջ հոգին իջնելու օրն է, այսօր լեզուներ խոսալու օրն է, այսօր այն մարդիկ, ում ներսում որ այդ Սուրբ հոգին չի գործում, այդ Սուրբ հոգին առնելու օրն է, այն մարդիկ ում ներսում որ Սուրբ հոգին կա, բայց տրտմասրել եմ, բայց չգիտեմ, տեղ չեմ տալիս, այսօր բժշկվելու զորանալու օր է, քույրեր ջան, եղբայրներ ջան, ու մենք Պենտեկոստյալ եկեղեցի ենք, դուք ավելի շատ տեսել եք Սուրբ հոգու մկրտություններ, տեսել եք հրաշքներ, տեսել եք զորություններ, ու ես հավատում եմ, որ այսօր եւս եղնելու է Սուրբ հոգու մկրտություն։ Ես հավատում եմ, որ Տիրոջ հոգին այսօր եւս իջնելու է այստեղ։ Ու աղոթքը պաշտամունքը սկսելուց առաջ ուզում եմ կարդամ Գործ Առաքելոց 22-րդ գլուխ 16 համարը։ Տեսեք Աստծո մարդը Պողոս Առաքյալին ինչ ասում, եւ հիմա ինչու ես ուշանում, վեր կաց, մկրտվիր եւ քո մեղքերը լվա Տիրոջ անունը կանչելով։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, այս խոսքերը ինձ ու քեզ էլ ավերաբերվում։ Այսօր Աստված ինձ ու քեզ բեր աստեղ ու ասում է, ինչու ես ուշանում, վեր կաց, մկրտվի, այդ հոգու ներկայությանը տեղ տուր, քո մեղքերը խոստովանվի, առաջ գնա, ախր դու անելու բան ունես, ախր դու իմ զավակն ես։ Այսօր այդ օրն է, քույրեր ջան, եղբայրներ ջան, ես ուզում եմ պաշտամունքը սկսելուց առաջ, մեր աղոթքը սկսելուց առաջ, ամեն մեկս մեր ներսում ինչ կա բերենք Աստծո առաջ, որպեսզի կարողանանք Տիրոջը վայելել, որպեսզի կարողանանք Տիրոջ ներկայությունը մեր ներսում ընդունած գնանք մեր տները։ Ես հիշում եմ Վազգեն եղբայր ունենք մեր Հաջղար գյուղից, հիմա ինքը Տիրոջ մոտ է, երբ որ մի անգամ ես եւ Արտուր աղբեր այցելեցինք իրանց տուն, ինքը շատ լավ վկայություններ էր տալիս, ժամերով նստեր ու լսեր, որ Աստված իր կյանքում ինչ հրաշքներ, ինչ գործեր արե, ու ինքը պատմեց, որ ասում է, մենք նոր հավատքի եկանք, ուզում ենք Սուրբ հոգով մկրտվեինք, չենք սպասում Պենտեկոստեի օրը, ուզում ենք Սուրբ հոգով մկրտվեինք, ուզում ենք այդ Սուրբ հոգին մեր ներսում է գործի, ու ասում է, մի քանի հոգով հավաքվեցինք, գնացինք Գյումրի մի հատին եղբայր կար, իրանց տան աղոթք անելու, որպեսզի Սուրբ հոգով մկրտվենք, ասում այդ նախանձավորությամբ գնացել ենք Գյումրի, ու ասում աղոթում ենք, ասում կրակը կա, բայց Սուրբ հոգու մկրտություն չկա, ասում մեկ էլ ես ասում աղոթքը դադարեցրեցի, սիգարետը գրպանիցս հանեցի, ասեցի ես ծխում եմ, խնդիրի մեջ ա, որ այսօր այս մարդիկ Սուրբ հոգով չեն մկրտվում, ես դուրս գամ, թող այս մարդիկ Սուրբ հոգով մկրտվեն, ու ասում երբ որ սիգարետը ճզմեցի են կոմ գցեցի, եղբայրն ասավ չաղոթք շարունակում ենք, աղոթեցինք, ու ասում առաջինը ես Սուրբ հոգով մկրտվեցի, քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր խոստովանվի, ինչ կա քո ներսում, հանի, ճզմի գցի Տիրոջ ոտքերի առջև ու զորություն իջնելու է, օրհնություն իջնելու է, որովհետև մենք հավատում ենք, վստահում ենք Աստծո խոսքին, որ Աստծո խոսքը կենդանի է, Աստծո խոսքը զորավոր է, մենք մի քանի օր ծոմ ենք պահել, աղոթք ենք արել, որ այսօր հրաշք լինի, նշան լինի, երբ որ կարդում ենք Հովել մարգարեության 2-րդ գլուխ 28 համարը, տեսեք Աստված ինչ ասում, եւ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր այս խոսքը կատարվելու է, ասում եմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարյանան ձեր տղերքը, ձեր աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, եւ սառաներին, օղախիների վրա էլ պիտի թափեմ այն օր իմ հոգին, եւ նշաններ պիտի տամ երկնքումը եւ երկրից վրա արյուն եւ կրակ եւ ծուխի սյուներ, արեգակը պիտի փոխվի խավարի եւ լուսինը արյան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ, եւ պիտի լինի ամեն ով որ կանչե Տիրոջ անունը կփրկվի։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան,
Ամենով որ կանչե Տիրոջ անունը, այսօր Աստծո հոգին ներկա է, այսօր Աստծո խոսքը ստեղ է։ Հիսուսը երկինք համբարձվելուց առաջ ասավ. ես կաղաչեմ Հորը, եւ հոգին կուղարկի։ Մենք որբ չենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք ուզում ենք այս հավատք ունենանք։ Այսօր որ նայում ենք աշխարհը, քույրեր ջան, եղբայրներ ջան, հոգուն, Սուրբ հոգուն հակառակ է։ Այսօր աշխարհը ամեն ինչ անում է, որ ամեն բան մարդու համար հասանելի լինի։ Այսօր առավոտը եղբայրների հետ ենք զրուցում։ Աշխարհը ամեն հնարավորություն ստեղծում է, որ մարդուն հասանելի եղնի, որ մարդուն կլանի իր մեջ։ Ասենք մի փոքր որ խորը նայում ենք, դիցուկ ասենք մարդը չունի հեռախոս։ Բայց աշխարհն ինչ ասում։ Ասում է ունես անձնագիր, արի կտամ։ Մարդ ինչ որ մի բան ուզում է, չունի, գումար չունի, որ դրան հասնի։ Բայց ասում է արի ես կտամ, որ դու իմ մեջ եղնես, որ ինձանից կախում ունենաս, բայց Սուրբ Հոգին, քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքը մեզ ուրիշ բան է սովորացնում, Աստծո խոսքը մեզ առաջնորդում է մեղքից հեռու մնա, Աստծո խոսքը մեզ ասում է, գիտես ինչ, ամեն աղտեղություն, ամեն չարություն, ինչ որ կա, ինչը որ հոգուց չի, դրանք դենքցի։ Այսօր այդ օրն է, ուզում եմ քույրեր ջան, եղբայրներ ջան, աղոթքից առաջ եւս մեկ անգամ ինչ կա սրտիդ մեջ, բեր Տիրոջ առաջ։ Մի նայ քո անկարող վիճակին։ Ես որ նայում եմ իմ անկարող վիճակին, ես արժանիք չունեմ։ Ես վաղնի արժանիք չեմ ունենալու։ Ես այդ համոզմունքը իմ ներսում ունեմ։ Իմ արժանիքը խաչալ հարուցյալ Հիսուս Քրիստոսն է։ Իմ արժանիքը Հիսուս Քրիստոսի կենթանի արյունն է, որ այդ արյունը այսօր իմ վերքերի, մեղքերի մանորությունները բժշկում է, որ այդ արյունը իմ ներսում մաքրում է, սրբում է, իմ արժանիքը Աստծո խոսքն է, որ Աստծո խոսքն ասում է, գիտես ինչ, դու իմն ես, դու սուրբ տաճար ես, քո ներսը մաքուր պահի, քո ներսը անարատ պահի, դու ինձ նայի, դու աշխարհինը չես, ես քեզ աշխարհից հանել եմ, իմ արժանիք այդ դայա քույրեր ջան, եղբայրներ ջան, բերեք կանգնենք ոտքի, մեր տերունական հայր մեր աղոթքով, սկսենք մեր պաշտամունքը, խոստովանվենք, զղջանք, կանչենք Աստծո անունը, ասենք Սուրբ Հոգի Աստված, քո հոգին թափի, ոնց որ Հովել մարգարեն մարգարացավ, այսօր Աստծո հոգին գալու է, որպեսի բժշկի, որպեսի զորացնի, որպեսի ինձ այդ ընկած վիճակից ոտքի կանգնացնի, մեր տերունական հայր մեր աղոթքով, քույրեր ջան, եղբայրներ ջան, սկսենք